մարդկանց սրտերը ջերմացնող ծափերի մեծ սիրահար անկրկնելի Ստեփան Մարգարյանի պատրոտիկ Հայաստանի Հանրապետության լավագույնը Օշական յուղ Բելոյի աշոտ որոշում է, որ պետք է մենք ունենանք մեր գրերը Միշտ Այսօր մի թագավոր Անուշ Աղբորձանյան օր է Երազեք պայքրի ծափերը չեն ում որոշել են անակնկալ անել նրա քույրիկները պատրաստել են քո համար բարձր ծափերով եւ ընտանիք է իհարկե ընտանիքն է որոշել անակնկալ անի Սարգիս Սարգսյանը սպասում է մեզ անակնկալը քույրիկների Մարինեի եւ Նանեի կողմից է Ծափեր տվեք մեր Արմենի համար եղբորը Արմենի Արմեն ջան Արմենը այսօր դառնում է 18 տարեկան այսօր ազդարարվում է նրա չափահասության օրը բերել ու դրել են էլեկտրասյան գլխին մեկ ինձ սիգնալը հարեց Մի հաշք է հայկական կարող է պատվիրել անգամ ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Բարեկամներ մենք մտնում ենք Օշական յուղ պատմական Օշական յուղը որտեղ հենց այս պահին կա Մեսրոպ Մաշտոցի դամբարանը մեր մեծն գրերի հեղինակը Տրթատ 3-րդի ժամանակով չէ գրել Տրթատ 3-րդ թագավորը հովանավորել էր հա ախպեր բարձրագույն սովորած չես այս Տրթատ 3-րդն է Տրթատ 3-րդը արքայի օրոք նա որոշում է որ պետք է մենք ունենանք մեր գրերը եւ այդ գործին է նշանակում Մեսրոպ Մաշտոցին ով գնալով Վրաստան ստեղծագործում է մեր հայոց ճկնաղ Այբուբենը Հիմա ես հիշել եմ դրա մասին, որովհետև մենք գտնվում ենք Օշական յուղում, որտեղ ամփոփված է մեր Մեսրոպ Մաշտոցը։ Բայց ես այսքան ժամանակ չեմ եկել իր գերեզմանին։ Ինչ վատն եմ ես, բայց կգանք։ Ոչ այսօր, կգանք։ Խոսք եմ տալիս, որ գալու ենք։ Իսկ հիմա ես պատմեմ այսօրվա մեր գեղեցիկ պատմության մասին, որովհետև այսօր մի թագավոր Անուշ Աղբորձանյան օր է, ում որոշել են անակնկալ անել նրա քույրիկները Եվ ընտանիք է իհարկե, ընտանիքն է որոշել անակնկալ անի Չէ, քույրիկներն են որոշել, դե քույրիկներն են ընտանիք, այնպես որ անակնկալը քույրիկների Մարինեի եւ Նանեի կողմից է եղբորը Արմենին Արմենը այսօր դառնում է 18 տարեկան Այսօր ազդարարվում է նրա չափահասության օրը եւ այն, որ նա պետք է գնա ու ծառայի հայոց բանակում Ինչի համար մենք կրկնակի հպարտ ենք եւ Մեծ հպարտություն զգալով գնում ենք մեր եղբորը, ասենք շնորհավոր ծննդյանդ օրը, լավ լինես, առողջ լինես ու անփորձանք ծառայես ու հետ գաս։ Ինչի արդյոք նա ծաղիկներ կնվիրի մայրիկին, ոգի կտա մայրիկին, որ մայրիկը 2 տարի սպասի հավատով եւ նա անպայման կվերադառնա ու կգերկի մայրիկին, քույրիկներին եւ հայրիկին։ Գնացինք առաջ Օշականի ճանապարհներով։ Բարեկամներ, հենց հիմա ձեզ ցույց ենք տալու մեջքի գրիժա ունեցող էլեկտրասյուն, որի պատճառը Արագիլի բույնն է։ Արագիլներն էլ հպարտ կանգնել են, կարծես թե մի հերոսություն արած լինեն, հələ սրանց արածը տեսեք։ Հələ տեսեք այս Արագիլների աբուրը։ Ստոլբան ուղակի պարկեցրել են, էլեկտրասյունը պարկել է նրանց աշխատասիրության տակ։ Նրանք աշխատասեր են Կրել են այստեղից այնտեղից տարբեր տեսակի ու տրամաչափի ճյուղեր, բերել ու դրել են էլեկտրասյան գլխին, էլեկտրասյունն էլ քանի որ սովետական էր, ժամանակի եւ արագիլների ճշմարտ տակ պարկել է։ Գնացինք։ Բարեկամներ, առիթը շատ գեղեցիկ է եւ ձեզ ասեմ, որ Ուջանի հիանալի մարդիկ են հավաքվել այս պահին ռեստորանում եւ նշում են մեր Արմենի ծննդյան օրը։ Ուրախալի փաստ է իհարկե Եվ ես ամեն մեր հայ երիտասարդի 18-ը լրանալը մեկ ուրիշ ցնծությամբ եմ նշում եւ ուրախանում, որովհետեւ նրանք են մեր ապագան, մեր երկիրը շենացնողներն ու պահողները։ Ինչի համար մենք մեծ սիրով հենց հիմա կգնանք հանդիսությունների սրա։ Օջախ, շեն օջախ։ Բարեկամներ, այստեղ ճանապարհը փոքր ինչ անգութ է, պետք է շատ զգուշ վարես, որպեսզի աջ ու ձախ կողմերից
չգան ու քեզ ասեն, այդ ուր ես գնում, կանգնիր, մենք էլ ենք գալիս ու մեքենայով նստեն մեքենայիդ մեջ։ Baby, ես տը կայնացեմ, դուր ես վազում։ Ուր ես գեյտում, ես տո դեմը կայնացեմ, կանգնեմ քեզ, ուր ես փախնում։ Պետք չի։ Հիմա մենք գեղեցիկ կպտտվենք ու ամեն ինչ կլինի շատ լավ, որովհետև մենք փորձառու վարորդներ ենք։ Տեսեք, ոչ մի ձայնային ազդանշան չնկատվեց, քանի որ ես ճիշտ արեցի ամեն ինչը, ոչ մեկ ինձ չսիգնալա հարեց։ Ես այստեղ կանգնեմ, Վարդան, այստեղ հենց հանդիսությունների սրահի դուրսը կանած է, հա, դուրսը մարդիկ կան, հա։ Օ, դուրսը շատ մարդիկ կան ու ես տեղյակ եմ, որ ինձ էլ ճանաչում են, գիտեն ես ով եմ, մի կոստյումավոր երիտասարդ ուշադիր նայեց, դա նշանակում է, որ նա ճանաչեց մեքենան, բայց մենք հիմա կգնանք Վարդանի հետքերով։ 07-ի կողը։ Վարդանը 07 շատ է սիրում, դրա համար ինձ ասած գնա 07-ի կողը։ Դու ճիշտ էիր նկատել, Վարդան։ Մենք հիմա ձուլվում ենք այս բնապատկերի մեջ ու անակնկալ անենք։ Գեղեցիկ ամպերն են ու ջանի գլխավերևում։ Ալո, Մարինե ջան, ես տեղ եմ։ Այսօր մեր Սարգիս Սարգսյանը, Նանա Ավետիսյան, Մարինե, Արմեն, Գոհար, Պապայանը, Աշոտ։ Մեր պարոն Աշոտը և Գարքույրիկը հպարտ են, որովհետև իրենց որդին այսօր դարձավ 18 տարեկան։ Ինչի առիթով քույրիկները էլ ավելի հպարտություն զգացին, Մարինեն և Նանա Ավետիսյանը, մեր ավատարի մեծեորդուին, նրանք մեզ հրավիրել են շնորհավորելու։ Եվ ինչն է լավ, որ հենց հիմա մեր օրյա բանաստեղծ, ասմունքող և իհարկե հանդիսավար հրաշալի Սարգիս Սարգսյանը սպասում է մեզ։ Գնացինք, Վարդան։ Հիշում ես Սարգիս Սարգսյանին բոլորովինս վերջերս հանդիպեցինք բարեկամս։ Շատ հաճելի անցավ։ Գնանք հիմա նրան մոտիկից տեսնենք, գնանք շնորհավորենք ու գեղեցիկ պահեր կազմակերպենք։ Լսի, ծաղիկները մայրիկին տալու ժամանակ, չէ՞, բան լինի, հրավար։ Պարոն Սարգսյան, ինչպես եք։ Հարգանքներս։ Շուտ ենք հանդիպելու, Աստված տա։ բարև ձեզ։ Աստված տա։ Նա փոքր ինչ բեռնված է մեր Վարդանը ծաղիկներով ու լավ աներով, էլի։ Ինչպես միշտ վստահել եմ ձեզ ու գիտեմ այսօր էլ ամեն օրվա նման կանցնի, անենց ինչպես որ մենք ենք ուզում։ Բայց այսօր մի գեղեցիկ բանաստեղծություն էլ կլինի, չէ՞, թե չի լինի։ Երկարողա լինի, երկարա լինի։ Թող լինի։ Ինչ կուզես են էլ կլինի։ Թող լինի, ամեն պահը ճիշտ օգտագործենք մեր կյանքում, որ վստահ հեռանանք այս կյանքից։ Որ մեր ուզածը ունի։ Հա, կգա մի օր տեսանյութը կլինի, մենք չենք լինի։ Բայց տեսանյութը կլինի։ Ու մեզ կնայի։ Հավերժ ենք լինելու։ Հավերժություն։ Նանա Ավետիսյան, Մարինե Ավետիսյան, Արմեն, Աշոտ, Գոհար, Սարգիս Սարգսյան։ Մեր Արմենը շուտով համալրելու է հայոց բանակի շարքերը, լինելու է հպարտ զինվոր, քաջ զինվոր, ում շնորհիվ մենք հիմա այստեղ հանգիստ կանգնած քեֆ ենք անում։ Քեֆ։ Նանա Ավետիսյան, լավագույն նկարող այս պահին, Վարդան չնախանձես, Նանա լավ է նկարում։ Հիմա պար են գալի, պարում են։ Մեր աղջիկների կողմից ես ուզենամ բոլորի աղողսուների ներքով ես անակնկալը հենց ինչ անակնկալ է աղողսուներով ներս ենք Ալալախ բերով ունի հարուստան Ով էլ չունի աստված թող նրան էլ տա Դժվար պահին աղբերը միշտ կողքի տա Ագակներս բոլորին երաշտությունը մի քիչ կամաց բարեկամը շնորհակալ եմ շատ դեպի նորից են լավ ծափերից տվեք ուրա մեր Արմենը ուրա Արմեն արի Աղբերը միշտ կողքի տա
պետք լինի սիրտը կհանի կտա Արմեն ջան, կյանքը եկավ ու քեզ քո կամքին հակառակ սարքես շապաց։ Այսօր քո 18-ամյակն է ու բոլորն են ուրախացել, բոլորն են հուզվել, շատ։ Տերում ես ինչ ծափեր են տալիս, հա։ Քո հանդեպ եղածներն ու հարգանքն են։ Առողջ լինես, լավ լինես, դե մեր երկրում 18-ը լրանալը հենց հավասար է արդեն բանակում զինվոր դառնալուն, այնպես որ դու հպարտ տարիքում ես, առողջ լինես, հզոր ու զորեղ, որ քեզ նայելիս քո հարազատները, հանձինս քույրիկդ ու քույրիկներդ ու մայրիկդ շատ հպարտ լինեն ու վստահ քո վրա։ Հա? Դե ծափեր տվեք։ Հիմա ես քո համար վարում եմ գեղեցիկ մոմեր, սրանք երազանք կատարող մոմեր են ու թող սերը հաստատուն լինի քո հանդեպ, միշտ սիրված լինես ու հարգված, կյանքը մի քիչ դաժան է, երբեմն մարդիկ կան չի թողում, որ մինչև վերջ հարգված լինեն, այնպես որ քեզ հեքիաթներ չեն պատմում, պետք է ձիգ լինես, հզոր, որովհետև ժամանակակից կյանքը լի է բարդություններով, դիմանաս բոլոր բարդություններին։ Ես քաղցրությունը քեզ, դե մեր Սարգիս Սարգսյանը արդեն ասես, որ քույրիկներիդ կողմից է, քեզ շատ են սիրում, այնքան շատ, որ հեսա հայ-հայա թե երկու կողմից քեզ գրկելու են, դու երկու հրեշտակ ունես։ Անցած տարիներն անդած բարով է կարտարեդարց ուրախություն խնդություն բերիր բալիս տարեդարց կասր իմ բալա այդերը կարմիր լալա սեղմեմ կծկի սամբյուտամ Ակաս լինի ձեր մեջ, այսպես սիրուն քույրիկներ ու եղբայր մնաք, համաձայն եք, հիմա տորթը տուր քույրիկներից մեկին, քեզ մի հատ ենք նվեր տալիս, կամ էլ քեզ չենք տալիս, ինչի քեզ, տալիս ենք, որ դու տաս մայրիկին, գոհար քույրիկին, բայց ծափերը մի րոպե մի վռազի մենք ստեր պետք է կարևոր բան անենք, բայց նայ, ես չգիտեմ քո բանակի քեֆին կլնեմ, թե չէ, ունես որ հիմա հաշվենք այս ծաղիկները, մեր Արմենը մեծ սիրով նվիրում է մայրիկին, ի նշան համբերատարության 2 տարի։ Դե Սերդ արել է ջերմություն Մայրսերը քեքիաթի է նման Որտեղից քեզ այսքան բարություն Մայրական սերը չունի սահման Մայրսերդ արել է ջերմություն Մայրսերը քեքիաթի է նման Որտեղից քեզ այսքան բարություն Մայրական սերը չունի սահման Տարիներն են կյանքդ մաշել Երկերով են վերքդ բուժել Մայրական օր Ջանի ծափերն են, ես հպարտ եմ, ուտրանցիները ուժվել են, ու տարով է իշուսվել Լավ լինեք, առողջ, ես շնորհակալ եմ բոլորիցը Իսկ հիմա պահ հասավ, այսօր ինչ էլ ասեմ Մենք առաջինը պատկերացնում ենք մեր բանակը, մեր ուժը, դու էլ գնալու ես այդ ուժի մի մասը դառնաս։ Դրա համար հաջորդ նվերը էլի ուղիղ կապ ունի դրա հետ։ Սա էլի հպարտությամբ տալիս եմ քեզ, բացտես ինչ է։ Այս կոնյակը քո նկարով, քո մասին։ 2 տարի հետո կգաս, կբացենք ու կխմենք քո բարի վերադարձը։ Իսկ հիմա մեր պապայանը, Աշոտ Մեր պարոն Աշոտն է մոտենում մեզ, արի, ինչ ես կայնել, արի Այները որ չել ես Կեզել են է շարցինում, հլը նայ, ամեն մեկը մի կողմ է գնաց Ուջաներեն վելոյ Աշոտ Ուջաներեն մելոյ Աշոտ Վելոյ Աշոտն է մեր եթերում է Շատ հաճելի է, հիմա ձեզ Մնոյ սակուն Մնոյ Սակոն Մնոյ Սարգսյան Սարգիսը Մնոյի Սակոն Հարելի վայկական իրավիճակ շատ հաճելի Հիմա Արմեն ջան, այս կոնյակը հենց հիմա բոլորի աչքի առաջ Դու փոխանցում ես հայրիկին որ հայրիկը 2 տարի պահի պահպանի Սա խորհրդանիշ է ու հավատ որ դու հետ ես գալու անպայման Ու խմելու եք
էջանը ուժեղ է։ Ապրեք բոլորը, բոլորից շնորհակալ ենք շատ։ Իսկ հիմա մեր Սարգիս Սարգսյանը, նույն ինքը Ուջանցի Սարգոն, Մնորի Սարգոն, Կասիմիլա ճարը բանաստեղծան տեսքով, հա։ Արի դու ավարտի քեզանից հետո Ես ավարտում եմ, վերջի ծապերն եմ ուզում լսեմ, մեկ ինքներս մեզ ենք ծապեր տալիս, առոշ լինեք, ուրախությունը թող թևացի ձեր հոգիներում, որ մարդու հոգին հզոր է, նրա շրջակայքն է հզորանում, այնպես որ առաջինը սկսենք մեր հոգիներից։ Ես խոսքը միտքը տվեցի, հիմա ուզում եմ դեսմետար բան լսեմ։ Քանի որ ես նաև օգուստի եմ, նայ իմաստացի նայ, հողնա, տեսա ինչ բերեցի, ոտը չգիտեիք, չէ, ուրեմ անակնկալների վարպետ, մարդկանց սրտենը ջերմացնող, ծապերի մեծ սիրահար, անկրկնելի, Ստեփան Մարգարյանի պատվոգին, Հայաստանի Հանրապետություն լավագույնը, Աչք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերը ուժեղ են սաղ աշխարհով կան։ Մի րոպե, բանը, ասենց պաշտոնական էլի արիքտուր, հա, այսպես, չէ, ես նորմալ անուշ աղբեր եմ, սենց, Ֆարֆարը դիր, հա, էդ ինչ է, Շուստը դնոր տելաս։ հիմա պաստորեն ես ծապամորության պատվոգիրը, հա, դե որ ես ծապամորն եմ ծապերով թո ես պատվոգիրը վերցնեք, Մենք է պարսում ակուր հայա դու ծապամոր չես, թողագիր վարպետ ես քո գործի մեջ և դրա համար հատուկ պատրաստել են քո համար։ Մթի, լույսը մեր մեջ տալիս ենք աշխարհին, ոչ մեկ չի հաղթի ազգությամբ հային։ պատիվ է իմ համար ես, պատիվ, Մեր համար են պատիվա, որ դու գտնվում ես այստեղ, մեր արեթին մասնակից ես և ներկայացնում ես մեզ բոլորս և դրա համար կուզենամ բոլորին հրավիրեմ բարի Ուջանի մասին, գնացիք։ ու ջանի մասին, Այո, ես եմ երկում, ուղղակի երկում։ հրաշ,
Ես կնկարեմ, նստեք, ես կնկարեմ։ Ես տենց են ես նկարում եմ։ Շատ հաճելի հյուրընկալություն Ավետիսյանների ընտանիքի կողմից։ Ես շնորհակալ եմ հիմա հերթով անունները ասեմ Մարինե, Գոհարքույրիկ, Աշոտ պարոն, Ստեփան, Արմեն եւ իհարկե Նանա Ավետիսյանը։ Մեր շատ հրաշալի հետևորդուին։ Շնորհակալ եմ ձեզանից։ Մենք գնում ենք Ավետիսյաններ միսը ուտելով ես գնում եմ։ Ձեզ լավ օր։ Շնորհակալ ենք, ձեզ ենք շնորհակալ եւ մենք կարամ համարեմ, որ Ուջան յուղից է մեզ պատվոգիր է ստացել։ Всё։ Ուջանցիները ինձ տվեցին պատվոգիր, բայց այս պատվոգիրը մենակ իմը չի, Վարդանին էլ է։ Աղբերներ ամենաուժեղ շխուր անող աղբերները։ Ես ջոգիմ եմ, որ քեզ չեմ հաջող արել։ Աղբեր քեզ էլ հա։ Տղե ջան, շնորհակալ եմ սաղից, տապրեք։ Այդ ինչ անուշ աղբերներ էին բոլորը։ Այդ ինչ լավ ժողովուրդ էր։ Ուջանի ժողովրդի մեջ ջան կա։ Ջան ու ջան։ Լայքում ենք բաժանորդագրվում ու տարածում այս գեղեցիկ կադրերը Ուջան յուղից քիչ հեռուից։ Մենք հիմա Ագարակ յուղում ենք, բայց ուջանցիներն են եկել Ագարակ։ Ագարակում գեղեցիկ է, ճանապարհ ուղակի շողում է, սա այն ճանապարհն է, որ տանում է ուղիղ Գյումրի։ Գյումրվա ճանապարհն է, որը շուտով կդառնա երկկողմանի մյուս կողմից։ Սա կմնա որպես Ուջանի ճանապարհ, իսկ հիմնական հյուսիսարաֆը գտնվում է քիչ ձախ։ Իսկ մենք ընկերներ գեղեցիկ ամպերի ֆոնին հրաժեշտ ենք տալիս մեր պարոն Աշոտին, մեծ աղբորը։ Հարգանք առողջնես։ Մենք գնացինք։ Շնորհակալ ենք հյուրասիրության համար։ Դուք ինձ ուղակի հասցրեցիք ամպեր։ Շնորհակալ եմ շատ, ապրեք։ Ինչքան հաճելի էր ընկերներ։ Չեմ կարող բացատրել, թե ինչքան հաճելի էր։ Մեր հետ եկել էր Ալեքսը եւ Ալեքսին հիմա մեր պարոն Աշոտը։ Պարոն Աշոտ, մեծ աղբեր, ինքը ամաչկոտ է։ Մի քիչ։ Դու ահա որ ամաչկոտ ես։ Ստեփան, քիչը բերեցի ամաչկոտ։ Ամաչկոտ են նա։ Անչկայս։ Ահա որ ձևի ամաչկոտ։ Տուլիկ սարքեմ բերեմ։ Չէ, հենա ես բերել եմ։ Չէ, մեծ աղբեր, շնորհակալ ենք շատ, լավ մնացեք։ Շնորհակալ ենք։ Ջերմ ընդունելության համար շնորհակալ ենք։ Ես շատ զգացված եմ, պատվոգիրներ պայլում եմ մինչև կյանքիս վերջ։ Շնորհակալ եմ, ապրեք։ Արին ձեր հետ աղբեր ես, մենք ենք շնորհակալ, իմ աղբեր։ Բարեկամներ, ես բռնել էին Ալեքսին, չէին թողում, մեզ մի կերպ թողեցին, բայց շնորհակալ ենք շատ այս գեղեցիկ ու մարդկային վերաբերմունքի համար։ Իսկ հիմա մենք ուղևորվենք դեպի Երևան, որտեղից էլ մի անգամից կգնանք։ Ահա, մի չնաշխարհիկ գեղեցիկ մեքենա, ոչ պակաս գեղեցիկ վարորդով մեզ զիջում էր, բայց մենք զիջումը չհասցրեցինք ընկալել եւ մնացինք այստեղ կանգնած։ Բարդ ճանապարհ է։ Հնարավոր է մի մեքենա գա ու մեզ հետ ուզենա գնա Եղեգնաձոր։ Շատ հնարավոր է։ Բան չմնաց։ Մենք գնացինք։ Շնորհակալ եմ։ Հաջողություն, ես հետ եմ գալու։ Ուջանից դուր եկավ։ Ուջան, բարև, ջան եմ ասել, լավ մնացեք, ես Երևան Ուջան։ Ուջան յուղ եմ գալու, ես անգամ Ագարակ եկանք ուջանցիներն էին այստեղ, Ուջանի շունչը զգացինք, բայց Ուջանը չտեսանք։ Հաջորդը խոսք եմ տալիս, որ կտեսնեք Ուջանը։ Այսօր շտապ եմ, թե չէ հատուկ կգնայի Ուջան յուղը նկարելու։ Հաջորդին կգնամ անպայման։ Սա մի հաշկ է հայկական, կարող է